Եթե ստանում եք ալիմենտ, կենսաթոշակ, աշխատավարձ և միևնույն ժամանակ պարտապան եք, ապա հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարող է բռնագանձել ձեր դրամական միջոցները, ընդ որում աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճար ստանալու դեպքում ծառայությունը կարող է մինչև պարտքի ամբողջական մարումը բռնագանձել ձեր գումարի ոչ ավելի, քան 50%-ը։ Եթե ձեզանից բռնագանձվում է ալիմենտ կամ վնասի դիմացածության վճար, ապա աշխատավարձից և դրան հավասարեցված վճարից պահվող գումարի չափը չի կարող գերազանցել աշխատավարձի 75%-ը։ Իսկ եթե պարտապանը կենսաթոշակառու է, ապա կենսաթոշակից կարող է պահվել դրա 30%-ից ոչ ավելին, մինչև պարտքի ամբողջությամբ մարելը։ Կարևոր է իմանալ, որ կան դեպքեր, երբ պարտապանի դրամական միջոցներից պահումներ կատարելն արգելվում է։ Մասնավորապես, առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարից, ստացած ալիմենտից, պետական նպաստից, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հաշմություն ստացած անձանց կամ մահվան դեպքում նրանց ընտանիքներին հատկացվող գումարներից, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող գումարներից, վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատողներին տրվող փոխհատուցումներից, տուժողին սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և խնամքի համար տրվող փոխհատուցումից, գործատուի կողմից աշխատանքից ազատվելու դեպքում տրվող արձակման նպաստից, պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին, ռազմական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորողներին և կուրսանտներին դրամական ապահովություն տրվող գումարից, պատվավճարներից, որոնք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից տրվում են պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին։ Եթե ձեր իրավունքը խախտվել է դրամական միջոցների բռնագանձման հարցում, կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ Պաշտպանին կարելի է դիմել բանավոր և գրավոր ինչպես Երևանում, այնպես էլ Գեղարքունիքի, Սյունիքի ու Շիրակի մարզային ստորաբաժանումներում։ Պաշտպանին դիմելն անվճար է։